Ուրեմն Տերոջը շնորհքով, սիրելի քույրեր եղբայրներ, այսօրվա Սուրբ Ծննդյան արդիվ մեր քարոզին թեման նույնը պիտի ըլլա, ինչպես հավատալ Մարիամի գուսական ծնունդին, ինչպես հավատալ Մարիամի գուսական ծնունդին։ Եսայի մարգարեության 7-րդ գլխում 14-րդ համարի մեջ մենք այսպես կգարտանք. Անոր համար դերը ին նշան պիտի դա քեզի, ահա գույսը պիտի հղանա, ու որդիմը պիտի ծնի, եւ անոր անունը Էմանուել պիտի կոչվի։ Էմանուելի նշանը, որ իր ծնունդը գույսեն պիտի ըլլա, եւ ինչպես եղբայրը հիշեց, մարգարեություն Եսայա 9-րդ գլխում 6-րդ համարի մեջ մարգարեն կշարունակե եւ այսպես կսե. Բացնզի մեզի մանուկ մծնավ, մեզի որդի մդրվեցավ, եւ իշխանությունը անոր ուսին վրա պիտի ըլլա, անոր անունը պիտի կոչվի սկանչելի, խորհրդագից, հզոր Աստված, հավիտենականության հայր, խաղաղության իշխան։ Հիսուսի ծննդյան ժամանակահատվածում հրյաներուն ամենամեծ հետաքրքրությունն էր 2000 տարիներ առաջ, թե ինչպես պիտի ազատվին հռոմեական իշխանության դիրաբեդությունից, ինչպես այս գայսրութերեն իրենք դուրս պիտի կան եւ իրենց կրոնական ազատությունը պիտի ապրեին։ Եվ այդ օրին 2000 տարիներ առաջ ոչ թե որ միան իրենք հետաքրքրություն ունեին, հետաքրքրասեր էին, այլ նաև ունեին մեծ հույս, աստվածային խոստումով հույս ունեին։ Եվ այդ հույսն էր Մեսիայի հայտնությունը, ըստ մարգարեության իրենք կսպասեին Աստուծո խոստացյալ Մեսիային հայտնությունը հիմնվելով մարգարեության սկրկերուն վրա։ Հիմա հարցումը, որ կփարսացնեմ հետևյալն է. արդյոք հրյաները ճշմարտապես կհավատային մարգարեության պատգամներուն։ Իրենք որ շատ հետաքրքրված էին մարգարեությամբ եւ հենված էին։ Իրոք կհավատային, թե ադիգա իրենց հասած ժառանգական խոսք էր։ Երբ մենք մարգարեության բաղմության նային, կտեսնենք, թե մարգարեության շրջանին հրյաները կհալածեին մարգարեները եւ կսպաննեին։ Եվ այս գիտությունը մենք ունենք Հիսուսի ուսուցումով, որ Հիսուս ասեց, թե դուք մարգարեները որը չսպանեցիք եւ որը չհալածեցիք։ Հիսուս հաստատեց, արդյոք այն ժամանակ ինչու կհալածեին մարգարեներուն, որովհետև մարգարեները կհանդիմանեին իրենց մեղքերը։ Մարգարեության մեծագույն բարդականություններն մեկը այդ էր, որ դուք մեղավոր եք, ապաշխարելու եք, դարձի գալու եք։ Լավ, քալիք օրերուն, երբ որ իրենք մարգարեները հալածեցին, սպանեցին, ապա ինչու ետքը ընդունեցին մարգարեությունը։ Ինչպես եղավ, որ իրենք ժամանակ կհալածեին եւ հիմա սկսած են ընդունի, հավատալ եւ սպասել մարգարեության իրականացման։ Փափելոնի հրյաներու Փափելոնի քերութենեն ետքը հրյա ուսուցիչները, թբիրները երեք պայմաններ դրին, որ եթե այդ պայմանները մի անձի մեջ, մի մարգարեի մեջ գոյություն ունենա, իրենք կհավատան այդ մարդուն որպես մարգարե։ Ընդունված մարգարեին երեք հիմքերը։ Ինչպես։ Նախ մարգարեին մարգարեությունը իրականանալու է։ Երբ որ մարգարեությունը ընե, ժամանակի ընթացքին պետք է որ այդ խոսքը իրականանա, թե ոչ
իրեն կամ պաստանեին և կքարգոծեին որպես սուտ մարգարե։ Երկրորդ մարգարեին ցերկով հրաշք մկատարվելու էր։ Օրինակ Եսայի մարգարեի ցերկով կատարված հրաշքներ կան։ Իր խոսքը իրականացավ, իր միջոցով հրաշք տեղի ունեցավ, և երրորդ պայմանը, որ կընդունվի ինք որպես մարգարե, այն ալ, որ մարգարեն իր ժողովրդի մեղքերուն հաղորդ ըլլալու չէ։ Մարգարեին կյանքը նման ըլլալու չէ ժողովրդին, իրենց շեղումներուն, իրենց կայտալության և իրենց գործած մեղքերուն։ Անոր համար հրեա ժողովուրդը ուսուցիչները իրենց հասած մարգարեությունները հավաքեցին, այս չափանիշներով չափեցին և տեսան, որ անոնց խոսքը իրականացած է, մանավանդ Բաբելոնի քերությունը և անոր վերադարձը, սկսան ընդունի մարգարեությունը։ Եվ մարգարեության մեջ հրեա ժողովուրդը երկու հերավորություն կտեսներ։ Առաջի խոսքի հերավորությունը, որ իրենց կյանքի մեջ կատարվեցավ։ Այսօր մենք շատ դյուրին մարգարեական համարները կվերցնենք և իրարու կշնորհավորենք, և իրարու կմախտենք։ Օրինակի համար կսենք Տերը քեզի վահված կանցել են և խավարի հարստութեն են պիտի տա։ Եսայի 43 մարգարեություն Եսայի մեջ բազմաթիվ օրհնյալ խոստումներ կան։ Բայց այս մարգարեությունը օրին ինչպես իրականացավ։ Երբ որ Գիրոս թագավորը Նաբուկոդոնոսորի գողոպտած դաջարի անոթները երբ որ բերավ Բաբելոն և իր քանցարանի մեջ պահեց խստիվ հսկողությամբ, երբ որ Գիրոս թագավորը եկավ, այդ քանցարանը բացավ և այդ քանցարանի մեջի ոսկիը արծաթե բղինցե անոթները հրյաներուն տվավ և ասավ դարեք ձեր դաջարը շինեցեք և ձեր դաջարի անոթները ասոնք են կործածեցեք։ Ոչ թե որ աներ որ հրեա ժողովուրդը հանգարց քանց պիտի գտներ, քարայրի մեջ են մի դեղեն և ինքը պիտի հարստանա։ Այս խոսքը օրին իրականացավ այս ձևով։ Ասիկա գարչ հրավորություն է։ Բայց դա և ասի չի նշանակել, որ դերը չի կարող քեզ օրհնել, դերը չի կարող քեզի հատուկ մի անագնգալ գերվով մի քորձի հաջողություն դա քո արջևը մի դուր բանա։ Հնարավոր է, բայց մարգարեությունը ճիշտ հասկանալու համար մենք պիտի տեսնենք, թե գարչ հերավորության վրա անոնք ինչպես իրականացան։ Իսկ երկար ալիքի վրա, երկար հերավորության, մարգարեության հերավորությունը այն էր սիրելիներ, ասկետին ուշադիր եղեք, որ կխոսեր Իսրայելի փրկության մասին։ Եվ հին ուխտի մարգարեության սիրտը փրկիչը և Իսրայելի փրկությունն է։ Եվ հիմա նայենք Եսայի մարգարեության, որ մեր այսօրվա պատկամը անոր վրա կհիմնվի։ Եսայի մարգարեն սկիզբում հալածվեցավ մարգարեությանց թագուին, մարգարեությանց թագը, փառքը, մարգարեությանց ավետարանը, հին ուխտի ավետարանը Եսայի մարգարեությունն է։ Ինքը քրակետ էր, ինքը փանաստեղծ էր, 4 թագավորներու շրջանին թագավորներուն մոդիկ եղած էր։ Բարձր մարգարեություններ ունի, փանաստեղծական ոճով գրած է։ Կան մարգարեներ, որոնք հովիվ եղած են, մոլատուս հավաքող եղած են, շատ բարձ ոճով գրած են, բայց Եսայի մարգարեությունը, այսպես ասած, որակ ունի, լեզվափանական բառերը, անոր հյուսվածքը, խորհուրդը հիանալի են։ Բայց եւ այնպես հրեա ժողովուրդը սկիզբում Եսայի մարգարեին մերժեց, հալածեցին և Եսայի մարգարեին ամենաթաժան մահով սպանեցին։ Եսային ինչպես մահացավ, իր ոտքերը գաբեցին, իր ոտքերը բացեցին և իր մարմինը սողոսեցին։ Եվ իր մարմինը սողոցով երկուքի փայժնվեցավ։
ոնց որ հին ուխտի Քրիստոսի խաչելության մեկ մանրապատկերն էր, որ ունեցավ։ Ինչու այսպես ըրին Եսայի մարգարեին, որովհետև խստիվ հանդիմանեց, որ դուք մեղավոր եք։ Ոչ թե որ լոք մեղավոր եք, այլ անհնազան ապստամբներ եք, որ խոսքը գնեցեք ու չեք կատարել։ Մարդիկ կան մեղավոր են, բայց երբ խոսքը լսեն, կհրաժարվին սխալից։ Բայց այս ժողովուրդը լսելով լսեց, չլսեց, տեսնելով տեսավ, բայց չտեսավ, այդպես գրված է։ Խիստ երբով հանդիմանեց եւ ասավ, որ դուք երկատե ճիղեր ունեցող խիստ դապարանոց ժողովուրդ եք։ Անոր համար այսպիսի դաժան մահով սպանեցին։ Բայց երբ Փափելոնեն վերադարձան, հրյա ժողովուրդը, տեսան թե մարգարեին մարգարեությունը ճշմարիտ էր, եւ խոստումները բազմաթիվն են հրյաներու աբակայի փրկության մասին։ Նախքան իրենց Փափելոն երթալը, հրյա ժողովուրդը, որտեղ Հրյաստանի մեջ էր, Եսայի մարգարեն կմարգարեյանա իմ օձյալ Գիրոսիս մասին։ Քալիք օրերուն իրենք Փափելոն պիտի երթան, եւ Փափելոնի մեջ մի թագավոր պիտի կա Պարսի, որուն անունը Գիրոս պիտի ըլլա, եւ այդ Գիրոսը Աստուծո օձյալն է, որովհետեւ հրյաներուն Աստուծոյին հավատաց եւ ասավ քացեք ձեր տաճարը գրգին անգամ շինեցեք։ Անունով, պաշտոնով, առաքելությամբ, օծությամբ գխոսեք Գիրոսի մասին։ Երբ որ իրենք վերադարձան, տեսան թե այս մարգարեն ինչպիսի հզոր մարգարեություն ըրած է, եւ Գիրոսը իրենց հրովարդակ տված եւ իրենք եկած տաճարը շինեցին։ Տեսան թե հոն բազմաթիվ խոստումներ կան, որ հրյա ժողովուրդը պիտի ապրի իրենց փրկությունը։ Ընդունեցին Եսայի մարգարեությունը որպես ներշնչված մարգարեություն։ Փորձեցին մեկնել այս մարգարեությունը, բայց չկարողացան լիարժեք մեկնել։ Հավատացին ժամանակ մեծ ընդունեցին, բայց չգրցան լիարժեք մեկնել, որովհետև ուր էր հանգույցը, ուր էր արեղծվածը, որովհետև դերոջը օձյալը փրկիչը պիտի տարաբեր։ Երբ փրկիչը տարաբի, չի գնար փրկիչը նա։ Ճիշտ հոս է, որ ոնց որ ասում են, խճճվեցան, հանգույցվեցան։ Չկարողացան մեկնել լիարժեք, որովհետև գույսը պիտի հղանար։ Նամանավան այս գույսին ծնանելիք որդին պիտի ունենար աստվածային հատկանիշներ։ Հնարավոր չէ գույսը հղանա, նամանավան ծնանողը մարդկային փնութակրութենեն շատ բարձր հատկանիշներ պիտի ունենա։ Հետևաբար մարգարեության որոշ մասերը հրյա ժողովրդին համար մնաց խորուրդ։ Խոսքը կա, ճշմարտությունը կա, բայց մեկնաբանությունը չկա։ Նա մնաց քաղնիկ, որ գալիք ուներ բացահայտության։ Աբակային մարգարեության խորհուրդներուն մեծագույն մեկնաբանը եղավ սիրելիներ Բողոս Արաքյալ։ Բողոս Արաքյալ քիրքերը եւ մարգարեությունները շատ լավ գիտեր։ Երբ հանդիպեցավ Քրիստոսի, երբ լուսավորվեցավ, սկսավ ճանչնալ, հասկանալ, որ մարգարեության խորհուրդը Հիսուս Քրիստոսն էր։ Այս հիմքին վրա քարոզեց, այս հիմքին վրա մարգարեությունները բացատրեց եւ հրյա ժողովրդի մեջ այն ժամանակ մեծ մասամբ մարդիկ ապաշխարեցին։ Սիրելիներ, Բերստին ծնունդը
Քրիստոսաճանաչությունը խորհուրդ է։ Եթե դերը քեզ չհայտնե, եթե դերը ինձ չհայտնե, մենք չենք կրնար ճանչնալ։ Դու գանչված ես ճանչնալու Քրիստոսի խորհուրդը։ Եվ ասիգա մեծ նվերն է և մեծ օրհնությունն է։ Տեսեք Ավետարանի Հովանու Ավետարանը ինչ կսե, ինչպես կմեկնաբանվի Քրիստոսի ծնունդը, ոչ թե պատմականը, այլ խորհուրդը։ Փանը մարմին եղավ ու մեր մեջ բնակեցավ։ Հովանու Ավետարանը Քրիստոսի ծննդյան դեպքերում չէ անդրադարձած։ Հոն մոքերը, հրեշտակները, մսուրը մենք չենք տեսներ։ Հաբա այս է բանալին։ Հովաննես Արաքյալին համարս է ներկայացում Քրիստոս մարդը քեզի գսե փանը մարմին եղավ ու մեր մեջ բնակեցավ եւ անոր փառքը տեսանք որ մեր միազնի փառքի պես շնորհքով ու ճշմարտությունով լեցուն Հովաննես Արաքյալի համար Քրիստոսի ծնունդի ներկայացումն է խոսքին մարմնանալը ինչպես Քրիստոս Աստուծո խոսքը Աստուծո որդին մարմին հագավ և մեզի եկավ։ Որովհետև հրեաները կհավատային քիրքերուն Հիսուսի ժամանակ, մինչև այսօր ալ կհավատան, բայց ասեմ ձեզի, եթե կհավատան, իրենք խոսքով կհավատան, բայց արդյոք կհավատան, ինչպես այսօր բոլոր քրիստոնյաները Քրիստոսի կհավատան։ Հիմա ես ձեզի հարց տամ, բոլոր քրիստոնյաները Քրիստոսի կհավատան։ Կհավատան Քրիստոսի։ Պետք է բարձրապես խոսք մնե։ Իրականությունը կապացուցանե թե չեն հավատար։ Եթե հավատան, ուրեմն իրենք հնազանդելու են։ Արդյոք հրեաները մարգարեության կհավատային։ Տեսեք սիրելիներ։ Երբ որ մենք Մատթեոս Ավետարանի երկրորդ գլուխը կգարտանք, 5 անգամներ նույնանման խոսքին և արտահայտության կհանդիպինք 5 տարբեր դեպքերու մեջ։ Համարը գարտան, որ ճշգրիտ փոխանցեմ միտքը։ Մատթեոս 1:21 Ավետարանի չգսե, այս ամենը եղավ, որպեսզի գադարվի դերոճմեն ըսված խոսքը մարգարեին միջոցով։ Իրենց կբացատրե, որ այս ինչ որ եղավ, հիմնված է մարգարեության վրա, որպեսզի գադարվի դերոճմեն ըսվածը մարգարեին միջոցով։ Ահա գույսը պիտի հղանա ու որդի պիտի ծնանի, անոր անունը Էմմանուել պիտի գոչեն, որ կթարգմանվի Աստված մեզի հետ։ Հիմա հետևյալ եզրակացության կմտնենք։ Արդյոք հրեաները պիտի հավատային Մարիամին, որ Մարիամ իր հղության գույս էր։ Եվ այդ հղությունը Սուրբ Հոգին էր։ Եվ իր ծնանելիք որդին Աստուծո խոստացյալ Մեսիան պիտի ըլլար։ Արդյոք հրեաները պիտի հավատային։ Մի վարանիկ ըսելու ոչ պիտի հավատային։ Եթե Մարիամ բացահայտ էր, պիտի չի հավատային։ Գիտեք ինչ պիտենեին, պիտի քարգոզեին։ Որովհետև դու այլ մարդ ամուսին չունիս և հղի ես, դու ստախոս ես։ Եղբայր Հակոբ, ինչ ապացույց ունիս, որ պիտի չհավատային։ Ինչու եղբայր Հակոբը այս բանում, այս կետին մասին, ասկան ինքնավստահ կխոսի։ Ավետարանի չմագագրած է, որ Հովսեփ արդար մարդ էր։ Մենք Հովսեփի մասին ինչ գիտենք, մենք բան գիտենք, որ ինքը արդար մարդ էր։ Անոր համար ան ընդրած էր իրեն որպես նշանած
արդար գույսը, արդար մարդը, արդար ընդրություն գնե։ Նաման ավատ ամուսնության կյանքի մեջ, որ մի իմ կերիս սա բայման է ոքի, որ աղջիկարն ես։ Սի, բայման է, որ մաման ալոքի։ Սատուն իրեն գնես, չէ, այդպես չէ, սուկիրկը այդպես չես է, հավադացյալ ես, հավադացյալ արնելու ես։ Օրինակ, բայց եվ լսեց թե անհղի է, արդար Հովսեփը, եվ լսեց թե Մարիամը հղի է, ուզեց արձակել ծածկաբար։ Ինչու ասպես մտածեց, չհավատաց։ Եթե արդար Հովսեփը չհավատաց Մարիամին խոսքին, հավապարեսեցիները, օրինաբաշները, քննադատները ինչպես պիտի հավատային։ Որովհետև արդար էր, սա խայդարակ չմներ, ծածկաբար կարձակեմ և խնդիրը այդպես կծածկվի։ Սուրբ Հոգին երազով միջամտեց և ըսավ ով Հովսեփ մի վախնար Մարիամը քեզի գին առնելու, վասնզի անոր ներսիտին ծնածը Սուրբ Հոգիեն է։ Տեսեք սիրելիներ, կարևոր բաժին ուզեմ ներկայացնել մի քիչ փագագիծերը բանալով։ Անոնք, որոնք Սուրբ Հոգիեն ծնած են, անոնք Սուրբ Հոգիով կքալեն։ Սուրբ Հոգիեն ծնածն է, որ Սուրբ Հոգիով կգալե։ Անոնք, որոնք Սուրբ Հոգիեն ծնած են, անոնք են, որ Մեսիային քարստյան կսպասեն։ Այսօր իրապես Քրիստոսի երկրորդ քարստյան սպասողները, պատրաստվողները, անոնք են, որոնք Սուրբ Հոգիեն ծնած են։ Անոնք, որոնք Սուրբ Հոգիեն ծնած են, անոնք են, որ կընդունին Սուրբ Հոգիի գործերը և պատկանները։ Մարդիկ չեն ընդունին, որտեղ իրենց մեջ Սուրբ Հոգին չկա։ Սուրբ Հոգիեն ծնածները անոնք են, որոնք կրնան հավատալ Մարիամի հուսական ծնունդին։ Գիտեք, եկեղեցին երկրորդ և երրորդ դարում մեջ մեծ պայքար ապրեցավ։ Ասպես, մստիկ պատմական իրողությունը ներկայացնեմ։ Առաջին դարում մեջ խնդիրը Հիսուսն էր։ Ով է Հիսուս։ Բայց երկրորդ և երրորդ դարում մեջ խնդիրը Մարիամն էր։ Ով է Մարիամ։ Եվ եկեղեցին մեծ տագնապի անցավ։ Անոր համար անունը տրվեցավ Մարիամ Աստվածածին, Մարիամը և Մարիամի գուսությունը պաշտպանելու համար։ Եվ անոր հետևանքով շատ հավատացյալներուն հայացքը թեքվեցավ Քրիստոսեն Մարիամի վրա։ Մենք Մարիամը հարգելու ենք, քույրեր եղբայրներ, մենք Մարիամին նմանելու ենք։ Ես անոր թիվ մեկ պաշտպանն եմ, եկեք հարցուցեք և տեսեք ձեզի ինչ կպատասխանեմ։ Մարիամի նման գին չէ եղած, չի կարալ իրեն նմանը, բայց բրգիչը Հիսուսն է։ Ինքը կմնա առաքինի, ինքը կմնա այդ անձը, որ Աստված իրեն վստահեցավ իր որդին։ Մենք մեր զավակները որու կվստահենք, որու, եթե 3 ամիս մի ճամփորդես, որպես մայր զավակդ որու մոտ կտնես, մորդ կով, եթե մայրուս, եթե չունիս, կրոջդ կով, եթե կուր չունիս, խնդիրը կողբի։ Ես անանք փորձառությունը ունեցած եմ, երբ որ հայրս մայրս 3 շաբաթով Հայաստան եկան 80 թվականին, ես որու մոտ կերտայի, այդ կերգինս, որ Մարիամի հոգի ուներ, զավակդ որու կվստահես։ Աստվածությունը Հիսուս մարդը որու վստահեցավ։ Հիսուսի պես սուրբը, Մարիամի պես սուրբին։ Վերադառնանք մեր մեջ։ Սիրելիներ, ինչպես աշակերտները գրծան հավատալ, որ Քրիստոս կենդանի Աստուծո որդին է։
որովհետև անոնք կքալեին Սուրբ Հոգիով։ Եվ այդպիսիները սիրելիներ և նույնպես այսօր կգոչվին հավատարիմ մնացորդ։ Իսկական հավատացյալներուն ծածկափակ անունն է հավատարիմ մնացորդ։ Ձեր կարծիքով աշխարհի վրա իսկական հոգևորները, որոնք Սուրբ Հոգի են ծնած, հոգիով կքալեն և կապրին, քանի տոկոս են։ 4%։ Աշխարհի վրա հավատացյալներուն թիվը 4%։ Եթե 100 հոգիի հանդիպիս, 4-ը իսկական հավատացյալ կրնաս կնե։ Թեև տոկոս Հայաստանի մեջ մի քիչ բարձր է, շնորհիվ մեր նախահայրերին, բայց ընդհանուր աշխարհի մասշտաբով հավատարիմ մնացորդը Քրիստոսի հետևողները 104-ն են։ Անունին թողնելա քրիստոնյա, թող ունենան իրենք յուրահատուկ հարանվանության անուն, իրականը 104 է սիրել, ասի ամբողջ աշխարհը խոսի բոլոր աստվածատոները։ Սիրելիներ Քրիստոսը դեր և բրգիչ ընդունիլը խորհուրդ է, որ Սուրբ Հոգին քեզ կհայտնի։ Քրիստոսին հավատալ և հետևի, որպես կենդանի Աստուծո որդի խորհուրդ է։ Ես մարդիկ գիտեմ, եկեղեցում են ծներ մեծած են։ Աշխապս եմ, ավելի չմանրամասն եմ, բայց Քրիստոսի չեն հավատար։ Ինչ ես անում են եկեղեցում մեջ։ Գիտեք ինչ կասեն ինձ, ես ասկիս եմ ծառայում։ Իրագի օրը շարականը գերքեր, մի ասել երկու շաբթի օր իր պերնեն ինչ դուրս կար։ Իրագի օր ատս կես տգակներ և մի ասել շաբթվա մեջ իր կյանքը ինչպիսին էր, ցավոք սրտի։ Աղոթենք սիրելիներ, շատ աղոթենք մեր ասկի ժողովրդի փրկության համար։ Երբ դու սկսես տեսնել Քրիստոսի ներկայությունը, սիրելիներ քո կյանքը կփոխվի։ Այսօր պատկամը, որ կուզեմ ձեզի փոխանցել մեկ նախատասությունով, Քրիստոսի ծննդյան արդիվ մեկ նախատասության պատկանում։ Սիրելիներ Քրիստոսի ծնունդը լոկ նշում չէ։ Քրիստոսի ծնունդը ներկայություն է։ Ծնավ և ան վերեսնին ծնանողի հետ է ամեն օր, ամեն թերքի, ամեն վայրի և ամեն ժամանակի մեջ։ Մենք շատ մարդոց ծնունդը կնշենք։ Այսպես և այնպես հուքա օրեր մենք կսկսենք նշել իրեն մահվան օրը և օրերը կանցնի հանգարց նշողները իրենք կմահանան և կանցնի բաղնության և 99% կմոռացվի։ Մենք այսօր այնպես չէ, որ 2000 տարիներ առաջ Հիսուս անունով ծնանող հոգևոր ուսուցիչի ծնունդն է որ կնշենք։ Չէ սիրելիներ, մենք այսօր կապրինք Քրիստոսի ներկայությունը։ Ինչ սիրուն գիրանտորյայի աշակերտները ներկայացուցին, որ Քրիստոսի ծնունդը քերակույն նվերն է, որ քեզ կփրկե, քեզ իրը կդարձնե։ Ինչ կսե Պողոս առաքյալ և Քրիստոսի խորհուրդը կմեկնաբանե։ Կսե աստվածության բոլոր լեցունությունը անոր մեջ կբնակի մարմնապես և դուք անով լեցված եք։ Դուք Քրիստոսով, Քրիստոսի շնորհներով է որ լեցված եք։ Մենք Քրիստոսի ներկայության մեջ է որ կապրինք։ Այս առանձնաշնորհումը դերը տվավ, այս խորհուրդը դերը մեզի հայտնեց։ Ինչու, որովհետև Քրիստոս կգոչվի Էմանուել։ Դերը Աստված մեզի հետ է, դերը քեզի հետ է, դերը քեզ կճանչնա, դերը քեզ ընդունած է, դերը քեզ կհասկնա և դերը քեզի հետ կքալե, դերը քեզի հետ կապրի։ Անոր անունը պիտի գոչվի սքանչելի։ Ինչպես մեկնաբան։ Հիմա դուք ինձ ասեք, ինչ բանով Հիսուս սքանչելի չէ։
Հիսուս ամեն ինչով սկանչելի է կյանքով, իր գործերով, իր խոսքերով, իր ներկայությամբ, ամեն ժամանակի մեջ, ամեն տեսակի մարդոց համար Քրիստոս սկանչելի է, որովհետև ինքը քեզ փոխեց, ինքը քեզ ընդունեց եւ հրավ իրը սկանչելի խորհրդագից։ Կյանքի մեջ սիրելիներ, մենք խորհրդագիցի խնամադարի, հոգադարի գարիք ունենք եւ դերը ինքն է, որ քեզ այդ խորհուրդը գուտա։ Եթե գներեք չեն ուզեր գլուխ կովել, եթե դերոջը ցայնը իմ մեջ հստակ չդար, ես այս բանուն անակնկալի արջևերի։ Ես փերմիտ պարսանայի եւ քարոզս պատրաստ չեմ, գիտեք ինչու, հենված էի հյուր քարոզիչի մուրը։ Ասեմ ձեզ, եթե քարոզիչին ուզեք հանգստացնել, ուզեք, որ քարոզիչ այսպես մի քիչ հանգիստ սկա, ասեք այս շաբաթ քարոզ չունիստում, Եթե գուզես, որ քարոզիչը ստրես ապրի, ասեք քարոզը քեզի։ Սկիզբը խորեի, որ այդ ստրեսը իմ ստրեսս է։ Վեճ մի օր Ամերիկայի քարոզիչ եկավ հզոր դարիներու մանկութենե աստվածաբանություն սովորած աստվածաբան կուցերսին աշակերտը չեմ կարող ալալ։ Եվ կխոսել առաջնահերթության մասին։ Շաբթվա մեջքու առաջնահերթությունը ինչ է։ Ամեն մեկը մի բան ասեց, ինձ իսապտույ ասե, հագոպու առաջնահերթությունը ինչ է, սես գիրագի օրվա քարոզը չորեք շաբթի, իմ շաբթի բեք է պատրաստած է, սա free from stress, թուրը սա ստրես է, ազատ կլաս, եթե չի պատրաստես, ինչև շաբաթ իրգուն ստրես կապրիս, եսի քարոզիչներու գվատկանի, խորհրդագից է, եթե մենք իր ցայնը լսենք, անհզոր Աստված է։ Մենք որ Աստված կսենք, ինչ կհիշենք հրաշագործ, ամենագարող, ամենուրեք, անհավիտենականության հայր է։ Ուրեմն գույսեն ծնածը Սուրբ Հոգիի ծնունդ է, Սուրբ Հոգին հավիտենական է։ Ինք հավիտենականության հայր է, խաղաղության իշխան է։ Կոնե ամեն հավատացյալ սիրելիներ հանձնվելով Քրիստոսի խաղաղությունը իր սրտում ապրելու է։ Իր սրտում ապրելու է։ Քիչ այդ եղբայրն ու գավիդի գանչեն իրեն համար աղոտ կլիեն է։ Հոն բգայություն ուտան, որ նաև գվատկանի ասպաժին։ Ան իշխանություն ունի ամեն բանի վրա։ Եվ աստվածաբանական ջեմարանն էինք, մեր թեման էր, որպես աստվածաբանություն սիստեմատիկ, Քրիստոսի աստվածությունը։ Շատ կարևոր թեմա է, 5 մեծ նյութեր կա, ով է Աստված, ով է Քրիստոս, Քրիստոսի աստվածությունը, Սուրբ Հոգին եւ եկեղեցին։ Սրանք աստվածաբանության մեջ հիմքեր են։ Թեմաներ կա, որ եթե այդ թեմայի մեջ չիմաստակցից խնդիր չէ, բացի թե աստեսակ թեմաները չիմաստակցից վգայական չեն վարկես։ Եվ որ նույնը Քրիստոսի աստվածությունն էր, Տասախոսը մեզի ներկայացուց այն համարները, այսպես, 3-ը մեկում, 3 in 1։ Եվ այս համարի մեջ սիրելիներ տեսեք, Պիտի գոչվի Էմանուել, սկանչելի, խորհրդագից, հզոր Աստված, հավիտենականության հայր, խաղաղության իշխան։ Հիմա դուք այս համարի մեջ տեսակ Աստուծո, տեսակ Քրիստոսին, տեսակ Սուրբ Հոգին, խորհրդագից է, հզոր Աստված է, հավիտենականության հայր է, սկանչելի է։ Այս խոսքը, որ Եսայի մարգարեն Քրիստոսը 700 տարի առաջ ներկայացուց, մեզին ներկայացուց նաև երրորդությունը։ Երրորդությունը մեկ է սիրելիներ, Քրիստոս Աստված է, Քրիստոս մեր Տերն է։ Աստվածաբանության մեջ կսեն Տերը ստեղծիչ և փրկիչ է։
Գիտեք ասոնք ինչու չեմ մոռանալ, որտեղ դասախոս հեսավ լավ սորվեցեք, քնության բերավ։ Անպայման քնության պիտի հարցնենք գրե այն համարները, որ երեքը մեկում են։ Աստված կգրե ստեղծիչ է եւ գողքը բարակ կթողնե, բաց կթողնե, գսեն լրացրու, պիտի գրես բրգիչ է։ Եթե գրես ամենագարող է, եթե գրես ամենակետ է, գծախողվիս, գգոդրվիս, անպայման պիտի գրես։ Աստված ստեղծիչ է եւ բրգիչ է, հիմնվելով այս համարներում։ Եսայա 61:1-2-3-ը մեկում կտեսնենք սուրբ երրորդությունը։ Սիրելիներ, մենք մեր մարդկային բնությամբ չենք կրնար Քրիստոսը ծնանել։ Սուրբ Հոգի բնությամբ է, որ հույսը կհղանա, Սուրբ Հոգի ներգործությամբ է, որ Քրիստոս ասպարը սազեն գիշեցնեմ, Աստվածամարդ է։ Քրիստոս Աստվածամարդը մեր մեջ կծնանի եւ մենք կընդունենք որպես Աստված եւ փրկիչ։ Փանը մարմին եղավ ու մեր մեջ բնակեցավ։ Մեր մեջ։ Մենք կնշենք Բեթլեհեմը, մենք կնշենք Մսուրը, բայց այսօր դա մեր սիրտն է, Քրիստոս մեր մեջ ծնած եւ կբնակի Սուրբ Հոգիով։ Ու անոր փառքը տեսան հորմեն միազնի փառքի պես, շնորհքով եւ ճշմարտությունով։ Քրիստոս մեզ իր շնորհքովը փրկեց, դա մեր արժանիքը չէ, եւ իր ճշմարտությամբ, առանց մեղքի, իր ճշմարիտ ավետարանով մեզ ուսուցանում է, սնում է, որպեսզի մենք ինչ լինենք իր պատկերին գերբարանագից ըլլանք։ Թող Տերը ձեզ արադավես օրհնե։ Եվ այս արդիվ ասում ենք Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Ձեզի մեզի մեծ ավետիս։